Գլխավոր դատախազի զեկույցը նայես, թե ինչ թվերով աճ է սպանությունները։ Եվ այ քո վերջին հյուրը Դանիել Յոնիսյանը, ես նորից կոչ եմ անում միանալ Կարպիս Փաշոյանի YouTube-ի ալիքին, տվյալները ներկայացնում, որ սպանության գործերով ինչքան մարդ է ազատության մեջ։ Ինչքան մարդ է ազատության մեջ, որ դատաները որտեղ այդ մարդիկ ակտիվիստ չեն, քոչարնական չեն, հա, կարելի է բացառել։ Հիմա պետական համակարգը այլ խնդիրներ է լուծում, իրավապահ համակարգը այլ առաջնահերթություններ ունի, եւ ես վերջերս մոտ ոստիկանի հետ էի խոսում, քրեական ոստիկանությունից, ասում է լիքը հարցեր կարող են աշխատող արվել, լիքը հարցեր կարող են մի կողմ շպրտվել, չգիտեմ, թմրադեղեր եւ այլն, բայց երբ որ միտինգ ա լինում, երբ որ քաղաքական ակտիվություն ա լինում, առաջնահերթությունը դա է եւ ամեն ինչ պետքա թողենք թմրամոլներին, թմրադեղերի արքով զբաղվողներին եւ անմիջապես կպնենք այդ քաղաքական միտինգը ցրելուն, գնանք լծվենք մարդկանց մեջ ինչ որ հարցեր լուծենք, սադրանքներ հրահարենք, էտա ուրիշ բան չկա։ Էս է այս իշխանության առաջնահերթությունը ամեն գնով վերարտադրել եւ շահարկել անկախության ինքնիշխանության թեմաները, այդ վհուկների որսով զբաղվել, այսինքն ով իրենց հետ չի, պիտակել որպես Կրեմլի կամակատար, փնտրել ռուսական հետ, եւ սա մտ ուրիշ մի բան եմ էլի ուզում ասել։ Ռոբերտ Քոչյանի ամենամեծ վնասը էս երկրին գիտեք որն է։ Որը։ Մարտի 1-ը չի, կոռուպցիան չի, մնացած բաները չի, այն որ լիքը կոնչնի արարածներ Քոչյանի անունը տալով դարձել են քաղաքական գործոն, դարձել են իրավապաշտպան, դարձել են լրագրող, այսինքն Քոչյանի հակառեյտինգը օգտագործելով հիմա իշքան, չգիտեմ, ինչ որ տարօրինակ արարածներ, որ կրթություն չունեն, քաղաքական ճանապարհ չունեն, հելնում են բանը, չգիտեմ, ուղիղ եթերում, TikTok-ով, կամ լրատվամիջոցներով, Instagram-ում, բան Քոչարյան քննադատելով դիտումներ են հավաքում, բայց հիմա եթե օրինակ պատկերացնենք որ հետո իշխանությունները տեսնում են, հրավիրում են իրանց եթերներ, այդ մարդիկ դառնում են հայտնի քաղաքագետներ, փորձանքագետներ, հետո ապագա ԿՊ խմբակցության պատգամավորներ։ Եթե մի բան պատկերացնենք, որ այդ կերպարը չի լինում, դուրս ենք հանում այդ կերպարին, այս մարդիկ բան քաղաքական բան մերկության են դատապարտում, որտեղ իրանք էլ բովանդակություն չունեն, իրանք լարել են, որպեսզի ելեն Քոչարյան ասեն, ռուսներ ասեն, Կրեմլյան հետք որոնեն, ու էս է իրանք դեմագոգիայի, այդ պոպուլիզմի ամբողջ աղբյուրը, ամբողջ բովանդակությունը։ Հիմա ինչքան կոնչնի կա, Քոչարյան ասելով դառնա դեմ, բան YouTube-ում չգիտեմ, դիտումներ են հավաքում, սա խնդիր է։